Քանի որ զատիկի տոնին հաշված օրեր են մնացել, այսօր ձեզ բերել եմ կուլիչի պատրաստման ևս մեկ տարբերակ։ Իրար ենք միացնում կաթը, խմորիչն ու շաքարավազը, այնուհետև ավելացնում ենք հավկիթը, մի պտղունց աղ ու կարագ։ Լավ խառնելուց հետո մաղով անց ենք կացնում ալյուրը։ Սեղանին մի փոքր բուսայուղ ենք տարածում և ձեռքերի օգնությամբ տրորում ենք այնքան, մինչև որ ստանանք շատ փափուկ և քիչ կպչող խմոր։ Իմ էջում կարող եք գտնել մի շարք թխվածքներ նվիրված զատիկի տոնին՝ կաթնահունձ, բուլկիներ, կրաֆին։ Նկարագրության բաժնում կթողնեմ, եթե հետաքրքրի, կարող եք դիտել և պատրաստել։ 1.5-2 ժամ հանգստանալուց հետո, ինչպես նկատեցիք, խմորը բավականին բարձրացել էր։ Եվս մեկ անգամ վրա ենք բերում ու ավելացնում ենք ցուկատներ։ Թողնում ենք 20-30 րոպե, որպեսզի հանգստանա մեր խմորը։ Որից հետո տեղավորում ենք ֆորմաների մեջ և ծածկում թողնելով 20 րոպե։ Ապա ուղարկում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոց 30-40 րոպեով։ Այս ընթացքում պատրաստում ենք սպիտակ ջնարակը։ Հարում ենք ձվի սպիտակուցներ ու հենց սկսի փրփրել, անընդհատ հարելով քիչ-քիչ կավելացնենք շաքարի փոշին։ Պետք է ստացվի կրեմանման զանգված։ Արդեն պատրաստի կուլիչների գլխիկները պատում ենք ջնարակով և զարդարում մեր նախընտրած ձևով։ Վերջ, մեր գեղեցիկ և անուշահամ կուլիչները պատրաստ են։ Իսկ ինձ մնում է մաղթել բոլորին ուրախ զատիկ։ Դե ինչ սիրելիներս, եթե հետաքրքրեց, կարող եք միանալ իմ YouTube-յան ալիքին, այնտեղ շատ հետաքրքիր և համեղ է։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Մնացեք խաղաղությամբ։